Քոնը Հովանես։ Հովա, հա։ Ինչ է Սիրիուս։ Երկիր մոլորակի ամենամեծ ու լուսավոր աստղն է։ Ոնց է վերաբերվում հայկական рэփին։ Երեխեք ես տխուրեմ ինձ մի գրեք։ Էդի անումա որ գրեն։ Ստրեսվեցի, որովհետև սենց եղավ, չգիտեմ։ Շրջապատումս տես մարդիներ լիքը հեռու կգնա իրանից։ Երբևէ կգնաս հոկեբանի մոտ։ Դժվար։ Քո ամենասիրելի рэփերը։ Ես։ Ողջույն սիրելի հետևորդներ, իմ սիրելի YouTube դիտողներ, այսօր ես խնդրանքով կսկսեմ, քանզի ես նայում եմ ու անընդհատ ձեզ ինչ-որ ոնց որ հրամաններ տամ, ես այսօր խնդրանքով կսկսեմ։ Խնդրում եմ ուշադրությունը սևեռեք էկրաններին ու ուշադիր նայեք ինձ, այդքանը։ Այսօր մենք կապի մեջ ենք եւ այսօրվա իմ հյուրն է рэփեր Սիրիուսը, ինչի մենակ րեփեր նաեւ յութուբեր, հա, սթրիմեր, բարև Սիրիուս։ Ինչպես ասում եմ, մենք մեզ դուխ տվեցին եւ մենք եկանք հասանք այստեղ այսօրվա ոդքասթին, վիզ դրեցինք որ հասնենք, չէ։ Իդեպ դրանից եմ ուզում սկսեմ։ Ճիշտ գիտեմ, չէ՞ որ հեղինակը դու ես։ Շատ լավ տարածվել էր, ինչ արձագանքներ ես ստացել այդ Ամեն ինչի ամեն անկյունից ես հիշում որ դա էր լսվում։ Արդեն ես էլ թերթում էի, բերում էր ասում էի էլի էսի։ Թե լավ թե վատ, ամեն ինչում է թե լավ թե վատ, ուղղակի տեղկա տոկոսայինը մի քիչ վատի, մի քիչ շատ է, տեղկա քիչ։ Թե չէ դες բան չկա, չէ՞ որ մենակ լավը լինի։ Բայց ես անկեղծ ասած չհասկացա, այդ ինչ որ կոնկրետ երգ էր ինքը, թե ուղղակի Երգի վերջաբան էր։ Հա, որպես բան։ Հիմա ոնց որ ինչ որ չգիտեմ, TikTok-ում բերում է, չէ՞ ինչ որ ֆիլմի վերջ չէ, նարեսկեքը, ու վերջ տնալով ոչ մեկ չի հասկանա, բասկիզբ ինչ ա։ Դրա համար ով երգը YouTube-ում full լսել է, ու YouTube-ում մի 2 միլիոնից ավել դիտում ունի։ Ասես որ աստիճան եկի հասել է դրան։ Ես լսել եմ, ուղղակի հարցրեցի, որ բացատրես Հա, բացատրեմ։ Հա, ես ու տենց ինչ որ երգի վերջաբան էր, անունը սաղ լավ կլինի։ Հա։ Եվ երբ ես որոշել, որ рэփով պիտի զբաղվես, ոնց է սկսել այդ ամենը։ Ну, արդեն ամենավերջի դասարան էի, որ իմ ամենաառաջ երգը ձայնագրվեցի 12-րդ դասարան, որ ասեմ շատ փոքրուց չէ, բայց տենց 17-18 ես եղել։ Հա, 15-16-ից արդեն մտքիս կար փորձում էի, մենակս էի փորձում ինքսի մեջ, հետո արդեն տենց 16-17-ում առաջ երգ ձայնագրվեցինք, վատ ռեակցիաներ չեղավ, այդ ամեն ինչն էլ շատ դուխ տվեց, ու սկսեցինք արդեն երաժշտությունով full զբաղվել։ Իսկ ինչի՞ց ես ոգեշնչվել կամ չգիտեմ, միգուցե միշտ ուզեցել ես ոնց եկի այդ միտքը, որ հենց ասենք рэփով։ Ոգեշնչվել ինչ որ կոնկրետ բան չկար կամ ինչ որ կոնկրետ մեկը չկար։ Ինքս իմ նպատակից։ Այսինքն տենց միշտ անընդհատ մտքումդ եղել է դա։ Այդ տարիքում արդեն կար, հա, գիտեի որ հեսա մի բան կձայնագրվեմ։ Լսում ես քո երգերը լսում եմ, այս վերջերս քանի որ պիտի կանչեի, ավելի շատ։ Հա, որ քեզ ավելի այսպես ասած քո ստեղծագործություններին մոտիկից ծանոթանամ ու հիմա կուղез եթե սխալ եմ ասում ամեն դեպքում ես տենց ընկալեցի հիմնականում դեպրեսիոն են չէ իրանք մի քիչ դե կա հա կա չէ ինձ թվում է 50%-ը հա դու էլ ես լիրիչեսկի չէ այդքան էլ տենց շատ չէ էդի պահա ինչ որ սիտուացիա միտքը գալիս է գրում ես երաժշտությունը հավաքում ցայնագրվում իմ մոտ երգերը տենց ինչ որ երկար ժամանակ չի խլում ինձնից մի օր գնանք երաժշտությունը հավաքենք, մի օր հանգստանանք, մի օր գնանք տեքստը գրենք, մի օր ձայնագրվենք, այդ ամեն ինչը sense մի հատ ամբողջական օրվա մեջ full երգը պատրաստ է լինում։ Մտնում ենք ստուդիա, դեռ ոչ մի բան չկա։ Այսինքն դեպրեսիվ տեքստ, beat, այդքան էլ չէ։ Ըստ սիտուացիայի։ Ըստ սիտուացիաներից գալիս է կամ կարողա չգիտեմ, հիմա ինչ որ մի հատ բան գրեմ, ինչ որ մի հատ բան հիշեմ 2 տարի առաջվա, գրեմ, հիմա գցեմ անցյալի հետ կապված։ Մեկ էլ պարտադիր ուզում եմ հարցնել, քանի չեմ մոռացել։ Քոնը Հովանես։ Հովա, հա։ Ինչ է Սիրիուս։ Սիրիուսը ինքը աշխարհի երկիր մոլորակի ամենամեծ ու լուսավոր աստղն է։ Երբ որ մենք խումբ էինք բացում, հետս էլի տղաներ կային, խմբի անունը որոշեցինք, որ պետք է լինի Street Stars, փողոցային աստղեր։ Ու հետո ես արդեն ինչ որ կեղծանուն էի ուզում իմ համար լիներ։ Տենց երկար մանեկա աստղերն էի ուսումնասիրում իրանց անունները իմաստները, զնաչենյաները։ Ու Սիրիուսը թե հնչողությամբ որպես անուն շատ դուրս եկավ, թե իր նշանակությունը, որ ամենամեծն է ու ամենալուսավոր։ Ցուրտ աստղի համար։ Հա։ Ես էլ եմ ինձ կեղծ անուն մտածելու, գիտեք, արդեն ժամանակ է եկել։ Ես կլինեմ Բևերային աստղ։ Ինչ որ անկապել է Բևերային աստղ։ Քանզի ուզում եք այդ թեման քննարկեի, քո երկրից ելնելով էլի, որ դες դեպրեսիոն ինձ թվում էր, որ դու էլ ես բնույթով այդպեսի մարդ, բայց պարզվեց, որ չէ, բայց ամեն դեպքում նայ հիմա մեր ժամանակներում
Չգիտեմ դա ինչից է գալիս, թե Instagram-ից, ընդհանուր ինտերնետից, թե ժամանակաշրջանից, ինչ որ բոլորը դեպրեսիոն են, չէ՞։ Որ նեգատիվ ինչ որ շատ է, դա նկատի ունես։ Ոչ թե նեգատիվը, այլ նայ, բոլորը դեպրեսիոն են, բոլորը հոգեբանի կարիք ունեն, բոլորը սթրեսի մեջ են, այդ սթրեսը արդեն տենց ոնց որ առավոտը սուրճ խմելու պես բան է, էլի, տենց բոլորի մոտ ես սթրեսի մեջ եմ, ես ինչի՞ց է այդ վիճակը, նկատում ես։ Նկատում եմ, հա, քիչ, բայց նկատում։ Դե համացանցում չես կարող չնկատես։ Իմ մոտ անընդհատ այդ հարցը առաջանում է, որ լավ, մինչև այդ այսպես ասած, ոնց որ մոդա եք դարած լինի այդ ամեն ինչ ավելի շատ ոչ թե ինչ որ մարդիկ։ Ախոր վիճակը։ Հա։ Կարա լինի, բայց այն ժամանակ էլ էր էլի մոդա, եթե տենց նայես։ Ուղղակի այն ժամանակ այդ բաները Այն ժամանակ ինտերնետը այսքան տարածված չէր։ Բոլորը օգտվում են, բոլորը պոստեր են անում, կարող է դրանից է, որ հիմա շատ է երևում։ Երևի այդ արտահայտություններն այն ժամանակ այդքան այսպես ասած տրենդային չէին դարել, որովհետև հիմա լուրջ իրականում էլի մի հատ sense ասեմ, որ մարդիկ ինձ հասկանան, ես շատ լավ հասկանում եմ, որ դեպրեսիան դա շատ լուրջ հիվանդություն է եւ շատ լուրջ խնդիրներ առաջացնում մարդկանց մոտ եւ այո, եթե մարդու մոտ հասել է այդ этаպին, որ ինքը դեպրեսիայի մեջ է, դա ռեալ պիտի բուժվի, հա, նաեւ դեղամիջոցների ոնց որ օգնությամբ։ Sense մի հատ խոսք ասում, աշխարհում 97% հիվանդությունները հենց ստրեսից է առաջանում։ Բնականաբար խոսքս չի վերաբերվում նմանատիպ միջադեպերի։ Ես ինչի համար եմ այս թեմայից խոսում, որովհետև իմ ծանոթների մեջ էլ եթե իրանց հարցնեն, ես ահավոր ներվայնանում եմ, որ ինչ որ օպուշ թեմայով մեկը գալիս է ասում է, վայ, այս ինչ ես ստրեսվեցի, որովհետև սենց եղավ, չգիտեմ, նկարս գցեցի, չլայքեցին, հիմա ես ոնց ապրեմ, ինչ որ սենց տպավորություն կա իմ մոտ, որը ներվայնացնում է ինձ։ Շրջապատումս տես մարդ լիներ, լիքը հեռու կգնա իրանից, որ չլսեի այդ ամեն ինչ։ Ինչ ես առաջարկում, ես իրանցից հեռու գնամ, ախր մտերի մարդիկ էլ կան, չեմ կարա։ Կա տենց բանի համար տխրել լայքի։ Չէ, զուտ ոնց որ օրինակ բերեցի, որ պատկերացնես այդ մասշտաբը, ինչի ու հեռու, իմ պատկերացումի մեջ հեռու է գնում այդ։ Չէ, օրինակը սենց կոնկրետ չէր վերաբերում, նման միջադեպեր պարկ աստծո ցանոթներից մեջ չկան, բայց որ պատկերացնես այդ իրաց այդ կատարվածի մասշտաբը, հա, ես ոնց եմ ընկալում։ Ես հասկացա քեզ, որ ինչ որ մի բան չի եղել, լուրջ բան ու իրանք տխուր են։ Ու մարդը դրանից օրերով բան, իսկ կարող է ես հոգեբանի կարիք ունեմ։ Ես հասկանում եմ նաև որ շատ մարդիկ հոգեբանի կարիք ունեն, դա օքեյ, ես չեմ արժեզրկում դա, ուրիշ բանից ենք խոսում։ Ես էլ եմ շատ քոպս սանր տարատես, դու պատմեցիր այդ սիտուացիան պատկերացրեցի, լավ չի։ Ահա, հիմա տեսակ սիտուացիա էր նոր ասում, հիմա այս սիտուացիայից ելնելով Սիրիուսը միգուցե գնա եւ նոր ինչ որ երկ գերի հրապարակի։ Ուրախ երգերը կան, բայց հա, երևի ավելի շատ գերակշռում է տխուրը։ Երբևէ կգնաս հոգեբանի մոտ։ Դժվար։ Ինչի։ Կարիք չեմ զգում։ Չէ, ասենք թե կարիքը զգում ես։ Պատկերացնենք ինչ որ հոգեբանական վատ վիճակում ես։ Ինչի եմ հարցնում, որովհետեւ մեր մոտ այս ամեն ինչից զատ նաեւ ինչ որ հոգեբանի մոտ գնալը եւ ինչ որ նման օգնություն ստանալը, այսպես ասած, մի տեսակ չասեմ ամոթ, բայց ոնց որ տհաճ բան համարվի։ Օրինակ որ մարդուն ասում ես կարող է, մի հատ, չգիտեմ, լավ հոգեբան գիտեմ կամ համարտամ կամ հետաքրքրվեն գնաս, ասում եմ կարող է գիտես գժվել եմ։ Գիժը դու ես, հա, ասես ռեակցիա, բայց ընդհանրապես դու օրինակ ինչի՞ չես գնա։ Որ այդ կարիքի թեմով ես ավելի շատ ինքս ինձ կվստահեմ, քան ինչ որ X կերպարի, որին ես պետք է պատմեմ ինքն ինձ խորհուրդներ տա։ Այսինքն քո խնդիրը մենակ վստահելը կլինի։ Ոչ թե վստահ, հա, ես ինքս ինձ ավելի շատ եմ էլի վստահում, որ եթե ինչ որ մեծ խնդիր լինի, այդ ինչ խնդիր պիտի լինի, որ ես ինքս իմ ներսում չկարանամ տեղեկցեմ, որ գնամ ինչ որ մեկին պատմեմ, ինքը հələ 0-ից ծանոթանա մի հատ իմ թեմային, ու մի հատ է փորձի։ Բայց որ օրինակ ինչ որ տեղ լինենք, ինչ որ հոգեբան լինի, փորձի ինչ որ մի հատ խորհուրդ տա, կլսեմ իրան։ Նենց չի կասեմ կարիք չկա, բան։ Կլսեմ, բայց ինձ չի թվում, որ ունեն սիտուացիա կլինի, որ կասեմ գնամ այդ հոգեբանի մոտ։ Դենամ ինչ ասում։ Հետաքրքիր է, օրինակ քոպես հենց այս վերաբերմունքի մասին է ես նոր խոսում, որ մարդիկ նման ձևով են վերաբերվում։ Ինչն է հետաքրքիր։ Օրինակ հիմա եթե Աստված ոչ չանի, որևէ մեկին որևէ բան ա լինում առողջական առումով։ Մարդիկ, նու չգիտեմ բոլորի մասին չխոսամ, բայց 99.9% դեպքերում հաստատ չեն ասում, ես ինձ կբուժեմ, բան, ոդկս կոտրվել է, բայց ես բժիշկներին չեմ վստահում, հեսա ես կկապեմ կանցնի, չէ, գնում եմ բժշկի։ Բայց երբ հարցը հասնում է հոգեբանին, այ միանգամից մարդը ասում վանող ռեակցիա, ոնց ես գնամ, ուրեմն իրան պատմեմ, ինչի, բա ինքը ոնց կլինի, ես չեմ, ուրեմն ես չեմ կարա այդքանը, ես իմ մեջ հաղթահարեմ, պիտի գնամ։ Դե ոդկը բուժելը մի քիչ այդ արդեն պետքա խորացված բժշկություն իմանաս, որ դու ինքդ քո ոդկը կարանաս բուժես, իսկ հոգեբանի մոտ խի են գնում, որ ինչ որ կյանքի սիտուացիայում ինչ որ նենց բան ա լինում, որը իրանց տխրեցնում է կամ չգիտեմ գցում է դեպրեսիայի մեջ, իսկ այսօր ցանկացած խելացի մարդ ինձ թվում է ամեն սիտուացիայում կարա ինքը իր ուղեղը կոնտրոլ անի ու փորձի ելք գտնել այն սիտուացիայից, որտեղ հայտնվել է։
Այդպես ես կարծում։ Հիմա ես համոզված եմ, որ եթե մասնագետներ մեր հաղորդումը նայեն, հաստատ համոզված եմ, որ կոմենտներում գրելու են, որ այդքան էլ դա տենց չի, հոգեբանի, որ ասում ես բժշկությունը լուրջ գիտություն է, ամեն դեպքում նա էլ է գիտություն, այն էլ կարելի է համարել, այսպես ասած, ճակերտավոր էլի, այս մարդու, չգիտեմ, ուղեղի եւ հոգու համար, այսպես ասած, բժշկություն։ Դե տես կասեն, հա, ինչքան մարդ այդքան կարծիք, իրանք տես կասեն, ես էլ իրանք կարծիք կհարգեմ, բայց կմտածեմ նենց ոնց մտածում եմ։ Ինչ եմ ես հարցես քննարկում, որովհետեւ իմ կարծիքով, ինչքան էլ որ ես նոր կարելի ասել հակա եմ խոսում, բայց իրական նման թեմաների հակա չէի խոսում։ Հեսա այդ էլ կբացատրեմ, որ ամեն դեպքում, եթե կարծում են մարդիկ, որ չէ, կարիքը չկա, ես չգիտեմ, ընկերոջս հետ կկիսվեմ, այդ ինձ ավելի լավ է, կամ ես ինքս իմ մեջ ես կմտածեմ այդ հարցերի պատասխանը կգտնեմ, բայց ես էլ երբեք չեմ գնացել։ Հա, որովհետև դե կարիքը չեմ ունեցել, շնորհակալություն որ չեմ ունեցել, բայց կարելի է մի հատ գնալ, որովհետև այդտեղ ոչ ամոթ բան կա, ոչ վատ բան կա, ոչ չգիտեմ դու գիժ պիտի համարվես, հոգեբանը ու հոգեբուժը լրիվ տարբեր մասնագիտություններ են, հա։ Հա, ես չեմ մտածում, որ ամոթ բան կա, անկեղծ։ Լավ, վերադառնանք քեզ ու քո ստեղծագործություններին, հա, առասարակ ռեպի թեմային, ոնց ես վերաբերվում հայկական ռեպին, ընդհանուր։ Շատ լավ։ Լսում ես արտիստների հայ։ Դե որ տեսնում եմ ինչ որ մարդիկ, որ նոր երգ լինում, միշտ էլ հետաքրքիր է լսում եմ, որ ասեմ տենց ինչ որ մեկը կոնկրետ կա, որ մտնում եմ YouTube, գտնում եմ իրան երգեր լսում եմ, չէ, բայց դե որ քոնը երաժշտական ալիքա մտնում ես YouTube, հիփ-հոփա Հայաստանից է, Հայաստանի հիփ-հոփները բերում է, սաղ էլ լսում եմ, բախի չեմ լսում։ Որպես նոր երգ լսում եմ էլի այդ ասածս։ Քո համար որպես ստեղծագործ մարդ, հա, որպես рэփեր, կան որևէ չի կարելիներ, այսպես ասած, որ օրինակ քո համար քո ստեղծագործություններում, հա, այս սեջ չի կարելի, այս օրինակ այս բառը չի կարելի ասել, չգիտեմ, այս թեմայով չարժի ընդհանրապես։ Երբեք տես բան չեմ մտածել։ Հիմա հարցրեցիր մտածեցի, չկա։ Ինչ որ կոնկրետ բան չկա, որ ասեմ։ Էսի չի կարելի, որովհետև ես ինչ գրում եմ, մտածում եմ, ես գիտեմ իմ մտքերը չի կարա գնան այնց տեղեր, որը ինքս իմ դեմ լինի, չէ, ու հետեւաբար այդ չի կարելիներն չկա։ Եթե տենց սկսես գրել չի կարելիներով կարող է խանգարի այդ քեզ այդ միտքը զուտ մենակ, որ ուշադիր լինեմ ինչ չի կարելի, չի կարելի։ Դրա համար ինքդ քո մտածողությունը, ինքդ քո հասկացողությունը գիտես ինչ ես ընդունակ, գիտես էս ինչ որ սահմաններ կան, չէ, որ բոլորը պահում են, դա չես անցնի, մնացած ամեն ինչն է կարելի է։ Տեքստը դու ես գրում, այո։ Այսինքն այնց միջադեպեր չի լինում, որ գրես, հետո կարդաս, ասես, բայց կարող է, ասենք, սխալ ընկալեն, թե տենց չես խորանում այդքան, այսինքն չի անհանգստացնում, միգուցե թող սխալ ընկալեն, այդ լսողի խնդիրն է։ Չէ, տենց չեմ մտածում, կարող է տեքստը գրեմ, հետո հասկանամ, մի քիչ սենց կարդամ ավելի լավ լինի, կամ մի քիչ սենց փոխեմ, միտքը ավելի բարձ լինի, բայց որ ասեմ տենց գրեմ, հետո full փոխեմ, չէ։ Որովհետև մեր մոտ շատ արագ ալնում, ես գրում եմ ու ձայնագրվում եմ։ Ես էլ այդ ժամանակն է ոնց որ չեմ ունենում մտածելու։ Երաժշտությունը կա, բիթը կա, մի անգամից տեքստը գրեցինք, ձայնագրվեցինք։ Ես նոր մի քիչ առաջ էի ասում, մեր մոտ արագ ալնում։ Մտանք ստուդիա, դեռ ոչ մի բան չկա, մի անգամից լինում է բիթ, տեքստ, ձայնագրություն, միքս մաստերինգ։ Իսկ եղել են որովհետև թրեքեր, որ արդեն այդ ամբողջ փուլերը անցել է, ձայնագրվել, վերջացվել է, ու լսել ես, ասել ես, չէ, էս ինչ է, եկեք ջնջենք։ Կա որ չենք գցել, ուղղակի չենք գցել, պրոստը տակ, որովհետև ես ավելի շատ չգցած երգ ունեմ, քան գցած։ Լուրջ։ Հա։ Բայց ինձ թվում է Հայաստանում ցանկացած արտիստ, рэպեր, ինձ թվում է ավելի շատ ձայնագրված երգ ունի, որը չի գնացել հարթակներ, քան որ գնացել է։ Իմ մոտ տենց է։ Խնդիրը նա որ չես հավանել, թե ուրիշ խնդիր։ Չէ, ուղղակի շատ մի հատ ձայնագրվում ենք, հետո ասում ենք, որ գցենք, եթե մի քիչ ուշանում է արդեն ուրիշն է ձայնագրվում, ուրիշը գցում ենք, այս մեկը արդեն մնում է։ Հիմա ինձ թվում է լիքը մարդ ասում է, իմ մոտ էլ է տենց, որովհետև Հայաստանում այդ տարածված խնդրեմ է։ Ու այդ երգերի հերթը չի հասնում։ Հա, ու էլ արդեն դե մի քիչ ժամանակ է անցնում, չէ, արդեն մի քիչ հինը համարվում, նորն է ձայնագրվում, նոր ականջին ավելի հաճելի է դա գցում ես։ Ու այն նրանք մնում են։ Բայց այն նրանք են գրած չգցածները օգնում է քո ապագա տեքստերին։ Ինչքան շատ ես գրում, այդքան ավելի լավ մարզավիճակում է լինում ուղեղը։ Այսպեսի բան, դու YouTube-ում, թե քո գեյմինգ ալիքում, թե քո երգերը բավականին բարձր դիտումներ ունեն։ Քո կարծիքով ինչ է մարդիկ քեզ սիրում։ Որն է գաղտնիքը, որն է քո պլյուսները եւ մինուսները։ Ինձ թվում է, որ ինչ կա անկեղծ գրում եմ, ամենաառաջինը այդ եկավ մտքիս։ Ամենաշատը այդ եմ լսել կողքի մարդկանցից, այդի ոչ թե ես այդպես մտածեցի, այլ ավելի շատ այդ եմ լսել, որ ինչ կա գրում ես,
Հենց դրա համար է ամենալավն է։ Սերգեյ Դանիելյանն է այդ ասաց, ինքը իմ կլիպներից մեկում նկարվել է, տաքսի էր, հա, ինքը տաքսի էր քշում, շատ լավ արտիստ է, իրան շատ սիրում եմ, հարգում եմ։ Ինքը ասում է, մենք իրար նման ենք, որովհետև ասում է, ես էլ որ ստենդափեր եմ անում, ինքը, էլի ասում է, իմ սա ստենդափի իմ կյանքին է վերաբերվում, ու ասում է, այդ շատ լավ է, որ դու հիմա ինչ գրում ես քեզնից, ինչ քո հետ եղել է, ինչ զգացել ես կամ պատկերացնում ես։ Այսինքն երկու դեպքում էլ անկեղծությունն է խնդիրը, որ քեզ ավարտում է։ Անկեղծությունը ու ավելի շատ իմ կյանքը գրում եմ էլի։ Երկեր կա ինչ որ դեպքերի հետ կապված, չգիտեմ, ու այդ դրանք հա շատ դիտումներ են ունենում։ Այնտեղ թեման ոչ սերն է, ոչ քաղաքականությունն է, ոչ ինչ որ կլիպ կա, ուղղակի ինչ օրինակ եղել է մի 6 ամսվա ընթացքում գրել եմ old school-ը ու շատ մարդիկ սիրել են։ Ուղղակի պատմել եմ էլի։ Եղել է Պավոլ ամեն դեպքում որոշել ես որ рэպը կոնեշի չես ուզեցել ես զբաղվել։ Չեմ մտածել դրա մասին։ Չեմ մտածել ինչա։ Շատ լավ։ Արի մի քիչ էլ գեյմինգից խոսանք, այդ թեմայով չխոսացինք։ Ընդհանրապես մի քիչ իմ համար չէ, բայց միգուցե մի քիչ ավակ սերունդի համար, հա, մի քիչ տարօրինակ կա, համ էլ եղել է այն, որ ասենք երեխան նայում է որևէ հոլովակ, որտեղ ուրիշները խաղում են խաղ։ Ես էլ եմ անկեղծ նայել, ես որ փոքր էի նայում էի հայկական ասպարեզը այդքան զարգացած չէր, հայերի չգիտեի ամեն դեպքում, որ տենց ֆորմատով ալիքներ ունենային։ Ես նայում էի ռուսականներին, ու իմ ընտանիքի անդամները լուրջ զարմանում էին, ասում էին, օրինակ, ինչ ես նայում, եթե ուզում ես այդ խաղը, դու ներբեռնի խաղա։ Բայց իմաստը ո՞րն է, որ նայում ես ուրիշը ոնց է խաղում։ Այ ո՞րն է հետաքրքրությունը, լավ, դու ինչ ես կարծում։ Տարբեր տարբերակներ կան։ Ամենաառաջինը, որ օրինակ հենց նոր խաղա դուրս գալիս, օրինակ գեյմերները մի անգամից քաշում են, սկսում են խաղալ, դա պիտի մի հատ շատ ուժեղ համակարգիչ ունենաս, որ քո կոմպը բացի, լիքը մարդ 90%-ը չունի, բայց հետաքրքիր է այդ խաղը, հետաքրքրվում են այդ խաղով, նայում են, որ տենան ոնց է մարդը անցնում, որովհետև այնտեղ լինում է սյուժե կամ լինում է, չգիտեմ, էպիկ բայր, այդ ամեն ինչը հետաքրքրում է։ Այդ առաջին, իսկ երկրորդ օրինակ լիքը մարդ, օրինակ PUBG-ը չեն կարող խաղան այնց ոնց, չասեմ ես, ինչ որ X մարդ ինքը շատ լավ է խաղում տուրնիրների ամասնակցում ու արդեն նայում են, էլի, չգիտեմ, ֆուտբոլի չեմպիոնների լիգան ոնց աստիճան առ աստիճան փուլերը անցնում է դեպի ֆինալ, պոլոֆինալ, նույն ձևով էլ իրանք, չասեմ, մենք։ Համել ինձ թվում է որ պահ կա նաև որ մեզ իրականում տենց է, մեզ թե չգիտեմ ենթագիտակցորեն, թե գիտակցորեն, որ մեզ անընդհատ ուրիշ մարդու էմոցիաները հետաքրքիր է, չէ՞, կողքից նայել։ Դա էլ կա, հա, խաղալուց դու ոչ թե դու ես այդ ամեն ինչը վերապրում, այլ նայում ես այդ անձնավորությունը ոնց է այդ ամեն ինչը խաղում։ Ու կան ինչ-որ հորր խաղեր վախենալու որ տենց էդի խաղում ես լիքը մարդ գալի նայում է։ Մենք որ PUBG-ում տուրնիր ենք խաղում, այդ պայն 4000 հոգի նայում էր։ Հենց այդ լայվը ու այդ ռեկորդային թիվ էր։ Այդ ու հիմա իրանք էին նայում, որովհետև մենք հասել ենք ինչ որ SNG-ի ֆինալ, Հայաստանը ներկայացնում էինք ու հաղթեցինք։ Մի խոսքով լավ ես խաղում։ Ված չեմ խաղում։ Ես երբեք չհաջողեցի այդ խաղերի գործում, այդքան էլ խաղացող չեղա։ Լավ, իսկ քեզ հետևում են բազմաթիվ, բազմահազարավոր, ասենց ասեմ, երեխաներ, չէ՞։ Հա, երեխաներ էլ կան։ Իսկ դու քո կոնտենտը հրապարակելիս, թե երգերում, թե գեյմինգ կոնտենտը հրապարակելիս, դու այդ ինչ որտեղ հաշվի առնում ես։ Իհարկե։ Որ ամեն դեպքում հենց երեխաներ են հետևում ու հաշվի առնում եմ։ Ու YouTube-ում կա ստատիստիկա բաժին, որտեղ գեյմինգում մինչև 18 տարեկանը 30% է, իսկ երաժշտականում մինչև 18 տարեկանը 6-7%։ Այնտեղի նկատի ունեմ ավելի շատ կան, որ տարբեր մարդիկ են։ Այս մարդը գիտի երգում է, այս գրուպ են, այս գրուպեն գիտի խաղում է, ու մի հատ է գրուպա գիտի, որ համես համեն։ Հա, օրինակ բայց հաշվի առնում եմ։ Ես այդ գրուպայից էի, որ գիտեի դու рэփեր ես։ Վերջերս եմ քեզ ուսումնասիրելուց իմացել եմ, որ նաև դե ես կարելի ասել վերջերս է սկսել եմ էնի, բայց այն էլ շատ լավ աճում է առաջականում մոտ 2-3 տարի մաքս։ Հա, շատ լավ է, բայց արդեն։ Մեզպեսի թեմա, նայ, սերունդների ավակ եւ կրծեր միշտ բախում կա, չէ՞։ Դե լինում է։ Օրինակ երբևէ մտածել ես ինչի է միշտ դասավորվում նենց, որ մեզնից մի 10 տարի մեծերը մեզ չեն հասկանում, ու հետո մենք ենք մեծանում սկսում ենք չհասկանալ, այ ինչի է միշտ այնց դասավորվում։ Հենց քո հարցի մեջ պատասխանը կար, որովհետև 10 տարի մեծ են։ Մենք հիմա ինչ տեսնում ենք, իրանք այդ ամեն ինչ օրինակ տեսել են 10 տարի առաջ, ու 10 տարին ինքը շատ մեծ թիվ է, էլի մի տարի չի, 10 հատ մի տարի։ Ինքը ահավոր մեծ ժամանակի փոփոխություն է լինում, դրա համար է տենց է, որ մի սերունդը լիքը տեղ կարա մի սերունդին չհասկանա, բայց ամենակարևորը այն է, որ փոքր սերունդը միշտ լսի մեծին ու հարգի մեծին, հարգի իր խոսքը։ Դա բնականաբար շատ կարևոր բան է։ Ես որ փոքր էի,
իմ ուղեղի մեջ չէր կարող տեղավորվել, ես անընդհատ իմ մեջ այդ կռիվը կար, որ ինչի այսքան լիքը հարցերում ինչ չեն հասկանում։ Լավ, ասենք սա չի կարելի, սան են ծարա, ու ինձ թվում էր, որ ռեալ ես լավ ոնց կարելի է ինչ ես ինչն եմ սխալ անում։ Դե դու փոքր ես եղել ու քո տեսանկյունից ես նայ ինձ թվում է դրա, բայց հիմա հասկանում ես, խի չէին հասկանում։ Շատ բաներ անկեղծ, շատ բաներ չեմ ասի լիովին, շատ բաների համար անսահման շնորհակալ եմ, որ այդ ինձ վրա թեկուզ շատ են խոսացել, տեղ-տեղ ճաշել են, տեղ-տեղ ինձ կարգադրել են, որ որևէ բաներ անեմ, դա շատ լավ բան է, հետո մեծանում ես ու հասկանում ես, որ իրոք եթե այդ ամեն ինչը չլիներ, լիքը բացեր կլիներ, թե չգիտեմ կրթության մեջ, թե ուղղակի մանկության մեջ, թե դաստիարակության մեջ, բայց շատ բաներ էլ մինչև հիմա կարծում եմ, որ կարելի է ուրիշ մոտեցում ցուցաբերել։ Դե հա Ինձ թվում է դու այդ ուրիշ մոտեցումը կցուցաբերես։ Հա, բայց մեկը իմ երեխան ինչ չի հասկանա։ Իմ երեխան էլ ինձ լիքը բաներում կմեղադրի, կասի բա ինչի սենց չէր, ինչին էս չէր, ու այդ գիծը, այսպես ասած, միշտ նույն ձև գնում է, չի փոխվում, անդադ տենց է լինում։ Դե հա, ինչքան էլ փորձես, տենց կլինի, բայց կարաս տենց անես, որ շատ քիչ տենց լինի։ Ճիշտ մոտեցում ցույց տաս ուղակի։ Եթե ինչ-որ մի հատ բան արգելում ես, Դեյլ Կարնեգին գրքի մեջ մի հատ սենց բան ունի գրած, ասում է, եթե քո երեխան ծխում է, դու չպիտի ասես քո ծնողը չի ուզում որ դու ծխես, դու պիտի չծխես, ասում է, պիտի նենց անես, որ ամենաառաջինը երեխան չուզենա որ ծխի, դու պիտի իրան ասես, որ եթե դու ծխում ես, դու չես կարա, չգիտեմ, օրինակ ձեր դասարանի, ձեր դպրոցի բասկետբոլի թիմում դու տեղ չես ունենա, որովհետև դու ծխում ես, դու լավ շնչառություն չես ունենա, դու լավ չես կարա մարզվես։ Այսինքն պիտի նենց անես, որ եթե մի բան չես ուզում, նենց անես դիմացինը չուզի, ոչ թե դու ասես ես չեմ ուզում, դու ես մի արա։ Որովհետև մարդիկ մեծ փոքր կապ չունի, սաղս էլ էգոիստ ենք, ամենաառաջին մտածում ենք, ինչ ենք մենք ուզում։ Այդ թեմով մի հատ տեսակետ կա, որ ես լիովին համաձայն եմ, որ երեխան ինչ էլ ուզում է, ոնց էլ ուզում է դաստիարակվի, ինչ էլ ուզում է իրան ասեն, ինչ էլ ուզում է սովորացնեն, մեկը օրինակ է վեկալում ծնողից։ Իհարկե։ Այսինքն այն ֆորմատը, որ հայրիկը տանը նստած բազմոցին ծխախոտը բերանը ծխելով ասում է հանգարց ծխել ես ես քո գլուխը կջարդեմ, այդ մեկը չի օգնելու, որովհետև այդ երեխան մանկուց տեսել է որ ծխում է papan։ Իսկ շատ երեխաների համար, մանավանդ տղաների, հա, papan ոնց որ այսպես ասած հիմնականում օրինակ վերցնելու, հա, այսպես ասած ինչ որ էտալոն է, ասենց ասեմ, որ շատ դեպքերում ուզում ես նմանպես papayin։ Իհարկե շատ դեպքերում չես ուզում, բայց հա, ու ցանկացած բանի է դա վերաբերում ըստիս, ոչ միայն ծխելը։ Իհարկե։ Մարդկանց հետ շփվելը, հանրային վայրերում պահելը, չգիտեմ, խաղաքը չհաղթոտելը, ցանկացած թեմայի դա վերաբերում է, որովհետև եթե դու որևէ բան անում ես ու ասում ես, այ տես ես արեցի, բայց դու չանես, չի կարելի, այդ չի ազդում։ Ես համաձայն եմ, ու պետքա երեխա դաստիարակելուց ամեն ինչ հաշվի առնենք։ Ամենակարևորը իմ համար այն է, որ նենց անենք մեր երեխաները ճիշտ մտածեն, կլինեն տունը, փողոցում, դպրոցում, ինչ որ կռվի ժամանակ ամենակարևորը ճիշտ մտածեն, թե չմնացածը միանգամից չի լինի ձևավորվելու, ասենց աստիճան առ աստիճան։ Իսկ եթե ճիշտ մտածողության վրա ձևավորվեց, արդեն տենց ծխելը կգնա 5-րդ թեմա ինչ որ էլի։ Ես ասեցի ու հիշեցի ինչը վերաբերում է սկզբի թեմային, որ քննարկում ենք, այս դեպրեսիաների, ստրեսների, դա լա նաև շատերի մոտ արդեն ինչ որ թրենդային դարած թեմա, որ իրանց փոքր ժամանակ ենթարկել են տրավմայի։ Ծնողները։ Հա, կլինի ծնողները, չգիտեմ, ընկերները, ուսուցիչը դպրոցի, ինչ որ սենց ալիք է գալիս, որ շատ են բողոքում, ես սենց եղա, որովհետև փոքր ժամանակ իմ ծնողները ինձ տրավմայի ենթարկեցին, չգիտեմ ինչ ասելով։ Մոտ խիտ տես վիդեոներ չի բերում, բա։ Ես չի բերում, շատ են։ Կամ կարող հենց զգում եմ։ Միգուցե ես այդ կոնտենտին որ ուշադրություն եմ դարձնում, դե հա, ալգորիթմը տենց է աշխատում։ Իմ մոտ դրա համար շատ է բերում։ Դե ասա ենթարկել են, արդեն ենթարկվել ես, էլ ինչ ես։ Էլ ինչ ես անիմաստ խոսում։ Չէ, անկեղծ էլի։ Հո հետ չես գնալու։ Ենթարկել են, էլ մի շփվի այդ հարևանիդ հետ, եթե ինքս են։ Դու էլ իրան ենթարկի մի բանի։ Տրավմայի, հոգեբանական կամ ոչ։ Ում է պատմում, ես էլ շատ ժամանակ չեմ հասկանում։ Այսօր տելեն այս վիդեո ասում է, երեխեք ես տխուր եմ, ինձ մի գրեք։ Դա անում է որ գրեն, ասեն ինչ ա եղել։ Ում են պատմում, ում են ասում, շատ ժամանակ չես հասկանում։ Դե դա էլ է հիմա, չէ, ինչ որ Instagram-ում մարդիկ որևէ post են տեղադրում ու տակը կիսվում են իրենց էմոցիաներով։ Դա շատ ակտուալ բան է։ Էմոցիան, դա շատ նորմալ բան է, արտահայտում են, հանում են մեջից, բայց այդ քո ասածը, որ ինձ փոքր ժամանակ ինչ։
Դե ասենք գրում են պատմեն նրա մասին, որ ինչ որ բանի անընդհատ վրան խոսացել են, դրա համար ես հիմա շատ անինքնավստահ եմ եւ ինչ որ հարցերում չեմ կարողանում ինձ լավ դրսեւորել, այ որովհետեւ միշտ ծնողներս իմ վրա սենց էին խոսում։ Դե տունը վրան խոսացել են ինքը Instagram-ում պատմում է, ինձ թվում է այդ հարցը տունը պիտի քննարկվի, եթե քննարկվելու է։ Այ այդ առումով ես կարծում եմ, որ ծնողներին մեղադրելը, եթե հարցը չի վերաբերվում նրան, որ չգիտեմ, միշտ ասենք պապան եկել է հարբած ծեծել է բոլորին եւ կյանքները դժոխք կա սարքել, sense թեմաների եթե չի վերաբերվում, սխալ է ծնողներին մեղադրելը։ Ես ամեն դեպքում չեմ մեղադրում, որովհետեւ պետք է նաեւ հաշվի առնել, որ ծնողներն էլ, չէ, այդ կյանքը առաջին անգամ են ապրում, ոնց որ մենք։ Իհարկե։ Իրանք չէին կարող որևէ տեղից իմանային, թե ոնց որ պահին, որ բառը ոնց ասեին, ոնց լինեին, որ ամեն ինչ իդեալական լինի, նո առասարակ իդեալական բան չէ։ Չէր լինի, հա, 100% չէ, ոնց է անեին, չէր լինի։ Բայց ինձ թվում է ամեն ծնող էլ ամենասրտացավն է երեխայի համար։ Ինչ որ կարող է միլիոնից մեկ բացառություն լինի, բայց այդ չքննարկվող թեմա ինձ թվում է։ Դե, հա, միանշանակ լավ, այս սերունդների բախմանը ոնց որ հասանք այդ թեմային, միշտ երևի դու էլ լսած կլինես, երբ որ փոքր ես եղել, ես եմ լսել, երևի բոլորն էլ լսել են։ Ես դեպ կոմենտներում գրեք դուք լսել եք, թե արդեն ոչ։ Որ ասում էին, այ ես ինչ սերունդ եք դուք դարել, մեր ժամանակ ուրիշ էր, հարգանք չկա, վերաբերմունք չկա, ամբողջ օրը այդ ձեր, նո մեզ այն ասում է, ձեր կոմպյուտերների դեմն եք, դուք ինչ կյանք եք տեսել, ինչ կարծիք ես, սենց։ Դուք քանի տարեկան ես։ Ես 23։ 23, հա։ Ես իմ մանկությունը կամ համակարգչի դիմաց չի անցել։ Անկեղծ ասած իմն էլ չի անցել, բայց ասում որ չկար հել դեռ, հələ նոր, տենց արդեն ես մի 10 տարի, 7-9 տարեկան էի, նոր համակարգիչը ի հայտ եկավ էլի, որ արդեն մարդիկ ունեին, տենց լսում էինք։ Հիմիկվա ծնողները մտածում են ոնց երեխաներին տնից դուրս հանենք, դուրսը մի քիչ խաղան, չէ՞։ Մեր ծնողները մտածում էին մեզ ոնց դրսից տուն բերեն, մենք դուրսը ֆուտբոլ, բան, այդ ամենաիդեալական մանկությունը հասցրեցինք ունենանք ու շատ լավ է։ Ես այդ խնդիրը չեմ ունեցել։ Այդ տարիներին էլի, տենց չէր մեր ժամանակ։ Ես 95 թիվը։ Իսկ այդ արտահայտությունները չես լսել։ Որ համակարգչի դիմաց խաղալ է, չէ՞ որ ասում են ձեր սերունդը փչանում է, այս ինչ սերունդ է։ Լսել եմ, ոնց չեմ լսել, բայց ինձ չի վերաբերվել։ Բայց հիմա ինչին է ուզում տանել թեման, որ հիմա ես նկատում եմ, որ այդ զգացողությունը եւ այդ արտահայտությունները ոնց որ կամած իմ մեջ էլ են sense մտնում։ Որ ուրիշ են ասել։ Հա, երբեմն տենց իրավիճակներ ա լինում, որ ես հասկանում եմ, որ քիչ էր մնում, հեսա պիտի ասեի այդ նույն բաները, որը ես ատում էի լսելուց։ Թե հիմիկվա ինձ արմատավորվել է, հեսա կգա, կհասունանա։ Դժվար է առաջինը ասես, հետո կարող ամեն օր դից ասելով ֆրազ։ Քանի որ դու ունես, հա, ինչ որ քանակ հետևորդների, որոնք կարելի է ասել հիմա կրծեր սերունդն են։ Ինչ կարծիք ես կրծեր սերունդի մասին, մեր այս ժամանակվա։ Շատ լավ։ Բնական է, կա ինչ որ մի հատ հատված, որը մի քիչ վատ է մեծանում կամ չգիտեմ ինչ որ լկտի է իրան պահում, բայց մեծամասնությունը շատ լավ։ Տղեկ են շատ խելացի աղջիկներ են, ես շատ եմ սիրում։ Ընդհանուր ինչ կապված է Հայաստանի հետ, ես գժվում եմ դրա համար։ Ես միշտ կողմնակից եմ եղել քո այսպես արտահայտվելու ձևին, որովհետև ես եթե նույնիսկ որևէ վատ բան եմ նկատում, մանավանդ փոքրերի մոտ, այ ես չեմ ուզում երբևէ որևէ հանրային վայրում կամ հենց իր մոտ հատկանշեմ այդ վատը։ Պիտի մի քիչ ուրիշ մոտեցում ցույց տաս։ Հա, որովհետև ես անկեղծ ես ատում էի, որ մեզ փոքր ժամանակ ինչ որ տենց արտահայտություններ էին անում, որոնք իրականում ինչ որ հիմք չունեին։ Հələ մենք հիմա ասենք չգիտեմ փոքր երեխա ենք խաղում ենք կարող գնդակը տշեինք ինչ որ մեկի մեքենայի կողմներ հա ու գալիս էին սկսում էին անիծել ծերունդը ասել որ վերջ կործանվում է ինչա թե գնդակ ենք խաղում հայտում հա մի քիչ կարող շուխուր ենք անում մեծերի վրա ազդում էր ես էլ եղել ա օրինակ գնացել ենք որ բան կողքի այկիներից ինչ որ խնձոր բան կողանանք այդ տատիկը դուրս եկե անիծել է բայց ոչ մեկի դրան որպես անիծք չի նայել էլի հիմա ավելի շատ տունն են ինտերնետի մեջ խաղերի մեջ Այդ ամեն ինչի մեջ վտանգ տեսնում ես դու երեխաների համար։ Իհարկե, հա։ Ինչ առումով է վտանգ։ Որ ինչքան նախ է հենց այդքան այդ էկրանների առաջ նստելը լավ չի, այդքան փոքրուց։ Ես օրինակ որ արդեն այդ համակարգիչ բանը կար, մենք ունեինք, ինձ կոնկրետ մի ժամից ավել չէին թողում ես նստեի այդ մեկ երկրորդ ես չէի կարա հեռախոսը ձեռքս բան քնեի։ Իմ սենյակից դուրս էինք այդ ամեն ինչը դնում։ Ու այդ նախ այդ տեսողությունը, հետո մտածողությունն է փոխվում, հետո մենք ինչքան բաներ ենք սովորել հայաթներից, փողոցներից, թեկուզ լավ, թեկուզ վատ բաներից, այդ ամեն ինչը մեր կյանքում իր նստվածքը, դրվածքը թողել է, իսկ այսօր այդ հայաթները եթե չլինեն, դուրս չգան, այդ լավ չի, այդ վտանգ է։
որ թեկուզ ռեալ շփումը կորում է համար մեկ վտանգը։ Բայց ես նաև հիմա որ մենք sense խոսում ենք ու ես քո հետ համաձայն եմ շատ հարցերում, բայց ես նաև ռեալ գիտակցում եմ, որ եթե կրծեր սերունդի ներկայացուցիչների հետ այս թեմայով խոսես, այս ամենը ասես, իրանց մոտ առաջանալու է այն ռեակցիան, որը առաջանում էր մեր մոտ, երբ որ մենք փոքր էինք ու մեզ նմանատիպ բաներ էին ասում, որովե ուրեմն պիտի ուղիղ չասես ասելուց, այլ նենց որ ինքը ուզենա մեկ-մեկ դուրս գա, ինքն էլ զգա, որ այդ պետք է իրան, ոչ թե ինքը լսի, որ մեզ է պետք։ Ու ես իմ հարազատի հետ խոսալուց նենց կանեմ, որ ինքը ուզենա։ Տենց սաղորտունի ինտերնետը դի լավ չի, դեբիլացման կարա տանի։ Լավ, վերադառնալով էլի քո ստեղծագործություններին, քո երգերի մեջ դու որևէ կոնկրետ իմաստային, որևէ գաղափարային բան ես ներդնում, թե դա քո համար արտահայտվելու, չգիտեմ, քո ներսի եղածը, այսպես ասած, դուրս հանելու ինչ-որ միջոց է։ Համ առաջինը, համ երկրորդը համ դնում եմ, համ միջոց է։ Իսկ ինչ թեմայով ես ավելի շատ սիրում ռեփ կարդալ։ Ես սա որ հարցնում եմ, գիտեմ։ Չեմ ասում ուղղակի, ոնց որ մնացածներ լսեմ։ Իմ թեմայով։ Քո, այսինքն քո կյանքի մասին։ Քո կյանքի։ Մի օր լավ, մի օրվա չափի մեջ ինչ տեսնում եմ, գրում եմ։ Ուրիշ թեմով չեմ խոսում։ 10 երկ, 9 երգի իմ մասին է, 10-րդը, այդ ուղղակի տեղ թողեցի, որ կարող ասեն, բայց մեկը։ Իսկ նմանատիպ միջադեպեր լինում է, որ ասենք ինչ-որ բան կատարվի քո կյանքում, հենց այսօր։ Չգիտեմ, ինչ-որ բան ա եղել, ու դու միանգամից քո մեջ սկսում առաջանալ այդ ամեն ինչը, գնում ես երեկոյան, նստում ես, սկսում ես գրել ու, չգիտեմ, մինչև առավոտ պատրաստ է արդեն նոր երգը։ Տաքսին ռեալ պատմություն է։ Մի հատ տաքսիստի հետ որ եղել է, գնաց հենց այդ օրը չեմ զայնագրվել, բայց այդ օրը տեքստը գրվել է։ Ես քեզ մի քանի բլից հարցեր ունեմ ու արդեն մոտենանք մեր հաղորդման ավարտին։ Ամբողջ կյանքում զբաղվել ռեփով, թե լինել անսահման հարուստ։ Ռեփով։ Այսինքն քո համար առաջնային արժեք է երաժշտությունը կյանքում։ Չեմ պատկերացնում լինելու եւ ապրելու։ Ես օրինակ առանց այդ խաղային ալիքի կամ առանց այդ խաղերի կարամ, առանց շատ բաների կարամ, բայց առանց երաժշտություն։ Ես ստուդիան միակ տեղն է, որ մտնում եմ, ոչ ժամին եմ նայում, ոչ օրվան, ու ասենց կարա ամեն ինչ մոռացնել դա։ Իսկ անսահման հարստությունը փողը շատ լավ բան է, բայց երբեք փողը, գումարը, հարստությունը առաջ տեղում չպետք է տնես։ Լավ, ոնց որ դու նոր խոսում ես Հայաստանից, ես հիմա արդեն ընթացքում հասկացա, որ ես հարցը ավելորդ կլինի, ուզում եի հարցնել որտեղ կապրեիր բացի Հայաստանից, բայց եթե որևէ երկիր, որ կուզենայիր, ասենք տեղափոխվեիր, մշտական չէ, բայց գոնե մնայիր ինչ որ ժամանակ, որը կլիներ։ Ֆուտբոլ շատ եմ սիրում, ֆուտբոլի թեմայով Իսպանիան անցավ մտքովս, Բարսելոնա շատ եմ սիրում։ Այ երրորդ հարցս է հարամ եղավ, ուզում եի հարցնել Բարսա թե Ռեալ, որովհետև նկատել էի Բարսելոնա։ Հիմա այսա Ռեալի ֆանատները գնում են, արդեն գնացել են կոմենտներում, արդեն գրում են չխոսները լսում եմ, արդեն լսում եմ։ Ռեալին էլ է ռեսպեկտ, բայց ես շատ փոքրուց Բարսելոնա եմ սիրում, շատ։ Եվ վերջին հարցը, քանի որ рэփեր ես, քո ամենասիրելի рэփերը։ Ես։ Շատ ինքնավստահ մարդ։ Հիմա ես սա ասեի ինքնասիրահարված։ Դե ինչ անեմ, մի հատ էլ վերջում մեր այստեղ ու այստեղ, այս երկու տեղերում մեր հետևորդներն են, հա, հիմա այստեղ նստած են, մեզ նայում են, սենց հազարավոր աչքեր են մեզ նայում։ Ես միշտ բոլոր հյուրերին խնդրում եմ, որ սենց ինչ-որ դրական բան, դրական լիցք, ինչ-որ լավ էմոցիա, հիմա սենց փոխանցեն մեր հետևորդներին ու ավարտենք նոր։ Աստված բոլորիդ հետ։ Դե ինչ սիրելի հետևորդներ, ոնց որ ասեց Սիրիուսը, Աստված բոլորիդ հետ, միշտ լավ եղեք, լսեք Սիրիուսի рэպերը, խաղեր խաղացեք, որովհետև դա հետաքրքիր է, իսկ մենք կապի մեջ ենք, դե bye bye։ Հաջորդ